Ընդամենը ամիսներ առաջ քչերի մտքով կանցներ, որ Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը Հրազդանը կդառնա նաև AI կենտրոն, միայն թե արդեն տարածաշրջանի մասշտաբով։ 200,000 քառակուսի մետր տարածք, մոտ 4.5 միլիարդ դոլարի ներդրում։ Հայաստանում շուտով կբացվի Firebird-ի AI առաջին գործարանը։ Այս ինֆրաստրուկտուրան, որ այսօր ցուցադրում ենք, հենց լինելու են վայրը, որ տեղադրվելու են GPU-ները, 2 օրից 2 շաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը, ինչով մենք իհարկե շատ հպարտ ենք եւ ուրախ ենք։ Firebird ընկերությունն ազդարարում է արհեստական բանականության մեգա նախագծի տվյալների կենտրոնի շինարարության առաջին փուլի ավարտը։ Գործարկումից հետո կենտրոնում աշխատելու է ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն 18 մեգավատ ընդհանուր հզորություն։ Գիտական հետազոտություններից մինչև բարդ ինժեներական մոդելավորումներ, ռոբոտատեխնիկայից մինչև ավիատիեզերագիտություն եւ իհարկե բժշկություն։ Արհեստական բանականությունն այսօր ամենուր է, իսկ Հայաստանում արհեստական բանականության գործարան կառուցելը համարձակ ռազմավարական քայլ։ Կարող եմ երկար թվարկել, թե ինչ է այս արհեստական բանականության գործարանը մեզ տալու, ինչ ազդեցություն է ունենալու գիտության զարգացման վրա, ինչպես են այն կիրառելու մեր հետազոտողները, նորարարները, ստարտափները, գիտահետազոտական ինստիտուտները, պետական կամ համայնքային թիմ կառույցները, բայց այդ ամենից զատ այն նախ եւ առաջ ապացույց է ինքներս մեզ համար, որ Հայաստանը իր սեփական ուժերով կարող է մեգա նախագծեր իրականացնել։ Իսկ ինչու հենց Հրազդանում պատճառը զով կլիման է, ինչը թույլ կտա բացառել ջրի շահագործումը հովացման համար։ Ինչպես գիտեք, AI data կենտրոններում շատ է ջրի օգտագործումը, բայց մեր դեպքում մենք ընդհանրապես չենք օգտագործելու ջուր հովացման համար, քանի որ հովացումը փակ ցիկլով է, քանի որ տեղայինքը ցուրտ է, մեզ հարկավոր չի հավելյալ ջրի վատնում, որպեսզի հովացնենք մեր սերվերները։ Դեռ կենտրոնը չգործարկած հայաստանյան AI գործարանն արդեն իսկ հասցրել է տասնյակ մեծ պայմանագրեր կնքել ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, ում էլ մատակարարելու է իր ծառայությունները։ Firebird-ի արհեստական բանականության այս մեգա նախագծի վստահելի գործընկերն է կոմունիկացիոն եւ ինտերնետ ենթակառուցվածքի առաջատար Team Telecom Armenian։ Հաջորդ սերնդի NGN օպտիկա մանրաթելային ցանց եւ մինչեւ 1 տերաբիտ վայրկյան թողունակություն։ Արհեստական բանականության գործարանի բարդ համակարգերի սպասարկման համար թիմի ստեղծած կապն այսօր որակի մի նոր նշաձող է սահմանում։ Ներդրումները, որ մենք միշտ ավանդականորեն արել ենք եւ շարունակում ենք անել, դա միջազգային կապուղիների զարգացումն է եւ այսօր աշխարհարչական NVIDIA-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց, այսպես ասած, գործընկերություն ընտրելու, Telecom Armenian եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու, մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որ նման դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Գերհզոր պրոցեսորներով եւ համակարգերով աշխատող այս պատերի ներսում շուտով AI պրոֆեսիոնալների մի ամուր եւ մեծ թիմ է աշխատելու, սեփական խաղի կանոնները սահմանելով համաշխարհային նորարարության ոլորտում։ Այնինչ տեսնում եք, AI գործարանի կառուցման միայն առաջին փուլն է, իսկ երկրորդը մինչև 4 միլիարդ դոլարի ներդրումներով Հայաստանը կդասի արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի 5 առաջատար երկրների շարքին։